Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածի համաձայն երթևեկության սահմանված արագության գերազանցման խախտումների համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ։ Արագաչափեր եւ տեսանկարահանող սարքեր, որոնք ագահորեն տուգանում են վարորդներին, իսկ վարորդներն էլ փոխադարձաբար բողոքում են այդ սարքերից եւ ցանկության դեպքում իհարկե կուզեին տուգանել, թե ով է ումից որքան շահ ստանում կամ ով է իսկապես ազդվում այդ տեսախցիկների առկայությունից եւ ինչպես է գործում այդ ամբողջ համակարգը, կիմանանք հենց այսօր անդրադառնում ենք եւ տեսախցիկներին եւ ճանապարհային կանոններին եւ իհարկե այս ամբողջ համակարգին, որը գուցե նաեւ լավ օգուտ է տալիս։ Հայաստանի ճանապարհներին տեղադրված լսողություն չունեցող, բայց փոխարենը կատարյալ տեսողություն ունեցող տեսախցիկները վարորդների համար վերջին շրջանում դարձել են գլխացավանք։ Վարորդներն արդեն հավաքել են արագության գերազանցման կամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արձանագրող սարքերի ծանուցումները, հաշվում են գումարում հանում, հասկանալու համար, թե որքան գումար են մուծելու։ Այս սարքերը որ դրել են իրենց գրպանի համար։ Այդ բոլորս գիտենք։ Ես որ նայեցի կոմպյուտերով 5 հատ ավտո է կանգնացել է, իմ ավտոն մեջտեղին է, այդ օրը մենակ իմ վրա է արձանագրություն եկել, եթե օրենք, օրենքով թող 5-ի վրա էլ գա, ճիշտ չեմ ասում։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն երթևեկության սահմանված արագության գերազանցման խախտումների համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ։ Ահա թե ինչու 2012 թվականի հունվարի 17-ից Երևանի շատ փողոցներում ու խաչմերուկներում տեղադրվեցին տեսախցիկներ ու արագաչափեր, ինչից հետո նվազել է Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Փոխարենն ավելացել են վարորդների դժգոհությունները։ Վերել են գծանշաններ են, որոշ վարորդները, ասենք, անհասկանալի պահ է լինում, մինչև սվետաֆորի գիծը, այս հետիոտի գիծն են դրել, մարդիկ գալիս են այստեղ ու ճապ են մատնում, չեն հասկանում դրանից հետ կանգնեն, թե առաջ կանգնեն։ Այն օրը շատ պարզ հեռուստատեսությամբ ասեցին, դրվում է 70 կիլոմետր արագություն, դրվում է մի քիչ հետո 50 կիլոմետր արագություն ակտը գրվում է, դե գնա վարորդ, գլուխը պատերին տուր, ավտո զալոգ դիր, որ տանես ակտերդ մուծել։ Թե ով ումից որքան գումար է ստանում եւ ի վերջո ուր են գնում այդ ահռելի գումարները, ես էլ եմ ամեն անգամ վճարում այդ գումարները դաժանորեն։ Մենք իմանանք այսօր եւ միանգամից հրավիրենք մեր առաջին հյուրերին։ Կինոռեժիսոր, սցենարիստ, վարորդ, այս պարագային նաև վարորդ Արշակ Զաքարյանին եւ նկարչուհի Զարուհի Մուրադյանին, որը 28 տարվա վարորդական ստաժ ունի։ Բարի երեկո։ Բարի օր։ Շնորհակալություն գալու համար։ Տիկին Զարուհի, ես հատուկ նշեցի, որ դուք ունեք 28 տարվա, եթե ավելի ոչ պաշտոնական ենք, նաև 30 տարվա անվտանգ, այո, վարորդական ստաժ, սա ինձ թվում է ֆանտաստիկայի ժանրից է։ Հետաքրքիր է, ինչն է նպաստել, որ դուք անվտանգ երթևեք եք, ձեր օրենքների իմացությունը, չէ՞ որ այն ժամանակ չկային տեսախցիկներ։ Եվ օրենքների իմացությունը եւ կանացի զգուշությունը, միշտ իմ երեխաները իմ մեքենայի մեջ են եղել։ Եվ օրինապաշտ լինելը։ Տիկին Զարուհի, դուք ասում եք կանացի զգուշություն, շատ տղամարդիկ այստեղ կարող են քմծիծաղել, ասելով, որ կինը ղեկին, գիտենք բոլորս ում է հիշեցնում, նռնակով մարդու, որ ամեն վայրկյան կարող է քաշել այդ կոճակը նռնակի։ Չեն եղել արդյոք նման թերահավատ կարծիքներ, որպես իմ հանդեպ չէ։ Իմ կողքը երբ որ նստում են տղամարդիկ, միշտ ասում են տղամարդավարի ես քշում։ Շնորհակալություն։ Արշակ, դուք քանի տարվա վարորդ եք։ 30 համարյա, օֆիցիալ էրի 28, բայց նենց 30։ Ծնվել եք ու նստել եք ղեկին։ Չէ, 16-17 տարեկանից ես վարում եմ, բայց 18 տարեկանից եմ։ Լավ, այն ժամանակ, երբ մենք նոր էինք խորհրդային տարիներից սկսած վարորդները սովորաբար անում էին այնպիսի խախտումներ, որոնք այս տեսախցիկները արձանագրելու պարագային տուգանում էին։ 2011-ից, երբ սկսեցին տեղադրել տեսախցիկները, արդյոք շատ էին ձեր խախտումները։ Ոչ, իմ խախտումները շատ չեն եւ հիմնականում ես 3-4 ընդամենը խախտումը գրանցվել ես ընթացքում, որոնցից առնվազն 3-ը ես համաձայն չեմ։ Հենց մարդկային գործոնի բացակայության պատճառով, կբացատրեմ մի քիչ ավելի ուշ ինչու, մեկը ես ընդունել եմ իմ խախտումը եւ հանգիստ տարել վճարել եմ իմ տուգանք։ Ահա մենք տեսնում ենք Երևան-Դիլիջան ճանապարհահատվածում չհասած թունել տեղադրված է 70 կմ/ժ արագության ցուցանակ։ Հետո մի քիչ հետո պետք է լինի 50 կմ/ժ արագությամբ ցուցանակը,
Ահա, սա արագաչափիչներ։ Արծե չենք էլ հասցնում նկատել։ Այո։ Դա ես եմ նկարել Երևան-Դիլիջան ճանապարհի 82-րդ կիլոմետր կոչվածն է, որտեղ նախ չկա զգուշացնող նշան, որ այդտեղ արագաչափ։ Ապարատի նշանն ուր է։ Որտեղ տես 50-ը որտեղ են դրեն, այ 70 եւ անմիջապես 50, հնարավոր չի ստե 70-ից 50 դառնա։ Ես հաստատ չէի նկատի։ Չեք նկատի, այո։ Շատ են այդ նշանի զոհերը, դա ես կոչում եմ ծուղակներ։ Այսինքն, այս արագաչափերը, որ տեղադրեն, որպեսզի կարգու կանոն պաշտպանվի, ես երկու ձեռքով կողմ եմ։ Բայց քանի որ այս արագաչափերի տեղադրել է տեսախցիկները, այնպես է արված, որպեսզի ստեղծվի ծուղակներ, որպեսզի մենք խախտումները այդ ծուղակներում անենք։ Ինձ կարող եք բացատրել ինչու պետք է այստեղ ծուղակ լիներ եւ ինչու է 70-ից անմիջապես անցում կատարվում 50 կիլոմետր։ Այդտեղ 90-ով թույլատրված է վարում են, այսինքն 80-ով 90-ով, որովհետեւ միջքաղաքային մայրուղի է։ Գալիս է այդտեղ աչի վրա նորմալ տեղադրած է 70 կմ/ժ արագության սահմանափակման նշան։ Այո։ Եվ որպես վարորդ դու նայում ես քո այդ արագաչափին, որպեսզի 90-ից իջացնես 70։ Այդ ընթացքում բարձր, շատ վերև, անհարմար տեղում մի քիչ էլ էսպես ծրված 50-ա դրած, երբ որ դու աչքը տանում ես քո սպիդոմետրին, անցնում ես այդ 50-ը, չես տեսնում։ Ու անցնում ես 70-ով։ Անցնում են 70-ով, բոլորը։ Ես էլ եմ անցել այստեղ։ Եվ 30,000 դու գանք է գալիս։ Ես ստացել եմ նայեք ուշադրություն դարձեք։ գրված է, որ ես 70-ով եմ ընթացել։ Այստեղ ես 60 արագությամբ եմ գնում, տեսեք, հեսա 70-ը, որ ուշադրություն դարձնեք։ Այսինքն մենք պետք է նայեք ինչ բարձր է։ Բանավոր անգիր իմանանք, որ այդտեղ իսկ չու չեն դրել նորմալ տեղում։ Գիշերը չի երևում, եթե իհարկե ինքնաթիռ ես մանգալի։ Անձրևի ժամանակ։ Ուրեմն ես անցել եմ այդ տեղով 70 եմ իջացրել եւ ստացել եմ տուգանք, որ ես 70-ով գնում եմ։ Ես սա պիտի վիճարկեմ, որտեվ ունեմ փորձ, արդեն դատարանով վիճարկած Ռուբինյանց փողոցի եւ ուրեմն իօքուտինձ է եղել։ Ես գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ այդ դատը շահել են, բայց գիտեմ, որ շատերն էլ Ռուբինյանցը։ Գիտեմ, որ շատերն էլ ուղակի հավես չունենալով, չհավատալով, որ ինչ որ բան կլինի, գնացել եւ մուծել են։ Չնայած այս Ռուբինյանցը ակնհայտ է։ Մենք Ռուբինյանցի թեմային կանդրադառնանք։ Ակնհայտ է, ես կոչ եմ անում, ով որ այս Դիլիջանի նշանի զոհն է, մեզ հետ կապնվեն, միանանք եւ միասին վիճակենք։ Ես ինձ թվում է զոհ եղել եմ, բայց դեռ չգիտեմ դրա մասին։ Ամենավատն այն է, որ եթե այդ ճանապարհով հաճախ ես գնում գալիս, հաճախ զոհում ես ինքդ քեզ, բայց իմանում ես այդ մասին մի ամսից եւ փաստորեն լուրջ ես զոհ դառնում։ Այո, լուրջ զոհ ես։ Ես 71-ի վրա եմ գնացել 30,000։ Ես իջացրել եմ 70, դեն մեկ խախտումը թույլատրված է։ Ես օրինապաշտ վարորդ եմ։ Եվ ես տուգանվել եմ 30,000։ Երբ որ ես ասեցի ոստիկաններին, որ ինչի եք 6 մետրի վրա դրել, օրենքն են ցույց տալի, որտեղ գրված է, որ ելնելով պայմաններից իրավունք ունեն տեղադրել բարձր 6 մետր միջև։ Որ պայմանից եք դուրս եկել։ Այդ պայմանների մասին մենք դեռ կխոսենք։ Շնորհակալություն Արշակ, թույլ տվեք ներկայացնել իմ մյուս հյուրերին, որոնք արդեն այստեղ են։ Աքիլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության իրավաբան Արմինե Մկրտչյան, բարի երեկո։ Հետ.am կայքի վերլուծաբան եւ այս պարագային նաեւ վարորդ Դանիել Իոաննիսյան, ողջույն Դանիել։ Եվ այս կողմում Security Dream ՍՊ-ի աշխատակազմի ղեկավար Արսեն Ղազարյան, ողջույն Արսեն։ Դանիել, որպես վարորդ արդյոք առնչվել եք այս հարցին։ Տեսեք, թեև տեսախցիկները Երևանում եւ այլ տեղեր տեղադրելուց հետո անցել է շուրջ 2 տարի եւ այդ 2 տարում ես մոտ 15-20,000 կիլոմետր քշել եմ Հայաստանում, ես հաջողացրել եմ ոչ մի այսպես կոչված բախտի նամակ չստանալ։ Դուք լուրջ եք ասում հիմա։ Սա ծափարությունների արժանի բան։ Դանիել Իոաննիսյան, բրավո։ Իսկ ասեք ո՞նց եք հաջողացրել, ուղղակի փակել եք համարները դրա համար թե։ Ոչ, իրականում ընդամենը զգուշորեն հետևում էի բոլոր կանոններին, բայց այնուամենայնիվ ես երաշխավորած չեմ ծուղակների մեջ ընկնելուց։ Նման ծուղակի մեջ ինչպիսին է Դիլիջանի ճանապարհի ծուղակը կամ որևիցե այլ ծուղակ ցանկացած կարող է ընկնել, այսինքն այստեղ բայց այս ընթացքին Դիլիջան գնացել եկել եք։ Ոչ, այսինքն այստեղ երևի ինչ որտեղ նաև բախտի հարցն է, էլի։ Երբ ընդունում էր օրենք, որով տեսանկարահանող, լուսանկարահանող սարքերով պետք է վարչական իրավախախտումներ ֆիքսեին։ Պարտադիր պայման էր, որպեսզի նշվի։ 2008 թվականին ես օր անգամ կարող եմ հիշել, 2008 թվականի ապրիլի 7-ին ազգային ժողովում փոխոստիկանապետ Մահտեսյանը պատասխանելով պատգամավորների մեկից հարցերին ասաց, որ օրենքը ընդունվելու պես ոստիկանությունը կնախաձեռնի
փոփոխություններ կառավարության թիվ 955 որոշման մեջ եւ համապատասխան նշան կսահմանվի եւ բոլոր տեսանկարահանող լուսանկարահանող սարքերից առաջ կդերվեն նշանները։ Նորում խոսքը գնում է ոչ միայն արագաչափերի մասին, այլ նաեւ խաչմերուկուներում տեղադրված տեսախցիկների մասին։ Բայց դա տեղի չունեցավ, բարի կամքով ասենք, թե խոստմանը գոնե մասնակիորեն տեր կանգնելու ձևով ասենք, ոստիկանությունը արագաչափերից առաջ տեղադրեց, հա։ Բայց հիմնականում սկզբից տեղադրեց ուրեմն զգուշացնող նշանները, հետո նշանների մի մաս սկսեցին հանել, ինչպես հա Դիլիջանի այդ ուրեմն ճանապարհինը ու այսպեսին բան, այսինքն Շնորհակալություն Դանիել, խնդիրները իսկապես շատ են, բայց առաջինը ձեզ եմ ուզում հարցնել Արսեն, ինչ գործառույթներ է իրականացնում Security Dream-ը եւ գիտեք անվանումը մի քիչ զավեշտալի է, որովհետեւ ում համար երազանք է, ում համար երազանք է խախտում չանել եւ չընկնել այդ տեսախցիկների տեսահորիզոնի մեջ, համեցեք։ Կազմակերպությունը գործում է պետության եւ իրեն միջև կնքված պայմանակտի հիման վրա, տեղադրում է տեխնիկական միջոցներ, սարքեր, որոնք ճանապարհահատվածներում հետևում են արագության սահմանված ռեժիմի գերազանցմանը եւ խաչմերուկներում տեսահսկում են իրականացնում երթևեկության կանոնների Արսեն, դուք վարում եք մեքենա։ Պահպանման վերաբերյալ, այո։ Հաճախ եք ստանում ծրար։ Սպիտակ, բարի ծրար։ 4 անգամ բախտ է վիճակվել։ Լավ, բախտավոր մարդ եք։ Հիմա մի հարց, այդ երազանքի պահը, հա, ձեզ դուր եկավ, երբ որ աշխատավարձից բավականին զգալի մաս տրամադրում եք այդ տուգանքներին։ Խախտումների հետ համամիտ եք։ Իհարկե, խախտումների հետ միանշանակ համամիտ եմ, այն խախտումը, որ արձանագրված է եղել է հիմնավոր եւ ուզում եմ շարունակել միտքս, կազմակերպությունը սեփական ռիսկով ահռելի միջոցներ է ներդնում ժամանակակից գիտության եւ տեխնիկայի վերջին ձեռքբերումները մեր երկրում երթևեկության վտանգության ապահովման համար ծառայեցնելու համար եւ սեփական ռիսկը մենակ որ բացատրեք, ես գուցե ավելի լավ հասկանամ։ Այսինքն ձեռք է հաշվարկել, որ ինչ եկամուտներ են լինելու։ Իհարկե հաշվարկվել է եւ ո՞տ եք տեսել ներդրում արվի առանց հաշվարկ անելու։ Սակայն ամեն ինչ որ արվում է միայն երթևեկության անվտանգության համար նախատեսված միջոցառումներին պատշաճ մակարդակով մասնակցություն ունենալու։ Շնորհակալություն Տիկին Զարուհի։ Ուրեմն եթե թույլ տաք, ես դες հակաճառեմ, որովհետև 28 տարի վարելուց հետո ես վերջի 2 տարին անընդհատ լարված եմ, իսկ վարորդը պետք է հանգիստ վարի, եւ ես վստահաբար ասեմ, որ ոչ միջադեպերն են պակասել, ոչ վրա երթերն են պակասել, մարդիկ լարված են, մարդիկ անդադ նայում են, վերև նշաններ են ման գալիս։ Կամ պատահաբար նկարվելիս քայքայվում են։ Անակնկալի են գալիս, հասնում են կամերային արգելակ են տալիս, հետո մի անգամից գազին սխմում։ Եվ այտենց բազմաթիվ վթարներ են եղել, երբ որ մարդը հանգարց տեսնում է կամերան, արգելակում է, հետևից գալի մի քանի հատ խփում են։ Այնքան էլ համոզիչ չէ։ Եթե թույլ կտաք, դրանք պատասխան որպես քաղաքացի, որպես վարորդ, ոչ որպես կազմակերպություն։ Ուրեմն չեմ հասկանում ինչ նշանակում վարորդին լարված վարել կամ հանգիստ վարել։ Վարորդը ոչ լարված, ոչ էլ հանգիստ պետք է վարի։ Վարորդը պետք է վարի զգոն, հնարավորինս եւ հետեւի երթևեկության կազմակերպման միջոցներին, ճանապարհային նշաններին։ Իսկ չեք տեսել ինչքան բան է փոխվել ճանապարհներն հենց ձեր կառուցողական պնդումներից ելնելով։ Ինչքան Չէ, իհարկե փոփոխությունները կան, կարճատև դադարից հետո մենք կխոսենք նաեւ այդ փոփոխությունների մասին, մարդկային գործոնի եթերում թեժ քննարկում է։ Մարդը գալիս է ուրախացած, ոգևորված, անցնում է Վրաստանի սահմանը, պաչելով իր հողը, բարի գալուստ ասելով ինքն իրեն եւ բոլորին, 20 եղավ, 21-ը չրախկ ու բարի գալուստ Հայաստան։ Մենք ինչ ենք բացացել նշանը, լավ, ըստ ձեզ։ Ինձ ասացին գողանում են, այդ 50-ը գողանում են, 70-ը չեն գողանում։ Բոլոր այդ նշանները տեղադրված են համապատասխան գործող ստանդարտների եւ նորմերի։ Մարդկային գործոնն այսօր անդրադառնում է արագաչափ ու սահման եւ առհասարակ ով է սահմանում արագությունը, արագաչափի տեղադրման վայրը, կերպը եւ ինչպես պետք է վարվի սովորական վարորդը, որը ամեն ինչ անում է որպեսզի վարելով փող աշխատի, բայց այդ փողը աշխատում է որպեսզի տա հիմա կասեմ ինչքան գումար։ Արագաչափերով եւ տեսա նկարահանող սարքերով արձանագրվող խախտումներից 2013 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ փաստացի ստացվել է 4 միլիարդ 177 միլիոն 600 հազար դրամ։
Այս թիվը եթե իրար կպած գրված լիներ, կարող է չկարողանայի կարդալ։ Սա ավելին է, քան ծրագրվում էր, եւ առաջին 9 ամսվա կտրվածքով ծրագրվածը գերակատարվել է 813 միլիոն 700 հազար դրամով կամ 24.4%-ով։ Ես առաջարկում եմ այս պահին հրավիրել մեր մյուս հյուրին, որը կտա մեզ համար շատ կարևոր պատասխաններ։ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ պարոն Արմեն Խաչատրյանին։ Ասենք բարի երեկո։ Բարի երեկո պարոն Խաչատրյան եւ բարի գալուստ։ Դուք խիզախ մարդ եք, որովհետեւ այս ծանր թեմայի քննարկման եք այսօր մասնակցում։ Այո, ծանր է, բայց օգտակար ծանրություն ունի։ Տեսեք, մենք հիմա Արսենին տալիս ենք հարցեր, որ նույն ճանապարհային երթևեկության նշանները վատ են տեղադրված, հաճախ գծանշումները չեն համապատասխանում այն հստակ պահանջներին, որպեսզի վարորդն իմանա ինչ անի, ինչպես վարվի։ Այս առումով, հա, ինչպես է ձեր համագործակցությունը լինում Security Dream-ի հետ եւ արդյոք ճանապարհային ոստիկանությունը հաշվի առնում է այս տեխնիկական խնդիրները ներկայիս։ Իհարկե, բոլոր տեսակի տեխնիկական խնդիրները հաշվի ենք առնում եւ առաջացած խնդիրների վերաբերյալ մենք հիմնական տեղեկատվությունը ստանում ենք նաեւ երթևեկության մասնակիցներից, հիմնականում վարորդներից, անմիջապես ստացված տեղեկությունները, հաղորդումները խնդրահարական են դառնում, քննարկում ենք եւ այդ ուղղությամբ ձեռնարկում ենք համապատասխան միջոցներ։ Հիմա մի հարց տամ, էլի, մենք տեսնում ենք տեսախցիկը, ավելի ճիշտ տեսախցիկը կատարելապես տեսնում եմ վարորդին։ Կատարելապես, հանկարծ ոչ մի բան չի կարող սպրդել նրա աչքից։ Բայց հաճախ մենք ոչ միայն չենք տեսնում տեսախցիկը, այլև ես իսկապես պարտաճանաչ կերպով փորձում եմ փնտրել այդ երկարատև փողոցների վրա արագության ոչ տեսախցիկ, այլ արագության սահմանումը 70 կմ/ժ 60 թե 80։ Նույն օրինակ մենք հենց հիմա տեսնում ենք Ռուբինյանց փողոցը արագաչափ տեսախցիկ տեսնում ենք, բայց ժամանակին գիտենք ինչ խնդիր կար ծառի հետ կապած, որը թաքցնում էր այդ բանը։ Ահա, մենք տեսանք, բայց տեսախցիկը մեզ լավ տեսնում է։ Ժամանակ նշաններ թաքնված։ Դե ծառն է, խեցծառն է փակում։ Օրինակ այսպիսի խնդիրները հաշվի առնվում են, պարոն Խաչատրյան։ Այո, միանշանակ հաշվի են առել, եթե կոնկրետ Ռուբինյանց փողոցի դեպքն ենք մենք վկայակոչում, ապա ասեմ, որ բազմաթիվ դիմումներ ստանալուց հետո կատարեցինք ուսումնասիրություններ եւ պարզեցինք, որ մի որոշակի ժամանակահատվածում հնարավոր է որ ճանապարհային նշանը ծածկված լիներ ծառերի ճյուղերով։ Ճանապարհային ոստիկանության նախաձեռնությամբ վարույթ ենք իրականացրել եւ բազմաթիվ վարչական ակտեր անվավեր ենք համարել։ Լավ, պարոն Խաչատրյան, դիլիջան գնում եք։ 2108 վարչական ակտ համարել ենք անվավեր։ Ռուբինյանցի թեմայով այո։ Համենայն ավելի լավ գիտի այդ հարցը։ Անձամբ ես շատ ուսումնասիրություններ եմ արել ու ինքս էլ տեղանքը ուսումնասիրել եմ ու ճանապարհային ոստիկանությունը շատ համառորեն պնդում էր այն վարկածը, որ միայն տեսանելի չի եղել այդ նշանը վարորդների համար մայիսի 19-ից 29 ընկած ժամանակահատվածում, բայց կային բազմաթիվ լուսանկարներ, ապացույցներ վարորդների կողմից հավաքված եւ մեր կազմակերպության կողմից նկարահանված, որոնք փաստում են, որ այդ նշանը եղել է անտեսանելի ապրիլի 20-ից մինչ մայիսի 29-ը։ Այսինքն արդյունքում վարորդներից միայն 4000-ը կարողացան ճանապարհային ոստիկանության կողմից ստանալ վարույթը կարճելու մասին որոշումներ, իսկ մնացած վարորդները մնացին ձեռնունային։ Վարորդների շատերը մի մասը վճարեց։ Մեր նկարահանումը օրինակ նոյեմբերի 4-ին էր տեղ ունեցել եւ արդեն փակված էր տեսախցիկը։ Վարորդների մի ամբողջ վարորդների խումբ մնացել ուղղակի հիասթափված ու վարորդները անգամ չէին ցանկանում դիմել դատարան, որպեսզի դատական կարգով կարողանային վերացնել այդ որոշումները։ Սակայն մի շարք վարորդներ, այդ թվում նաև Տիկին Սարուհին, դիմեց մեր կազմակերպություն եւ կազմակերպության կողմից դատական կարգով վերջին դատական նիստը եղել է 10 օր առաջ, իօգուտ վարորդների, բոլոր վարորդների հայցերը բավարարվեցին վարչական դատանի դատավորների կողմից եւ այդ վարչական որոշումները պարզապես անվավեր ճանաչվեցին։ Ես ուզում եի բերել Դիլիջանի ճանապարհին տեղադրված ու ինչ ձևա տեղադրված։ Տեսել եք այդ Եվ ինչի ընդհանրապես այդտեղ տեղադրված։ Եվ ինչի է այդպիսի ծուղակ ստեղծված, որպեսզի բոլոր վարորդները համարյա տուգանվեն։ Ով չի տուգանվել, հաստատ տուգանվում է։ Տուգանվելուց հետո նոր սկսում ես ման գալ, տեսնել որտեղ է։ Արշակը չի ալարել, նորից գնացել նկարահանել։ Տուգանված չլինի։ Հետո հենց մարդկային գործոնը փոխգնդապետ բացակայում է, այսինքն եթե առաջ ոստիկանը տեսնում էր, խախտում կար որ տեսնում էր, բայց հասկանում էր վարորդին, որ նա ստիպված էր կատարել, ասենք այդ գիծի տրորել։ Հիմա այս ռոբոտների ժամանակ այդ մարդկային գործոնը ընդհանրապես վերացել է։ Կարծում եք, որ այդպես չի։ Ասեք, պարոն Խաչատրյան։ Ես ձեր հետ համաձայն չեմ։
Նախ եւ առաջ երբ արձանագրվում են իրավախախտումները, խոսքը լուսանկարանող արագաչափ սարքերի մասին չէ, այլ խաչմերուկների տեսախցիկների գնահատվում է ճանապարհատրանսպորտային իրադրությունը, նոր արձանագրվում է խախտումը։ Շատ են լինում այնպիսի իրավիճակներ, երբ վարորդը հատում է, ասենք, երթևեկության գոտիները բաժանող գծանշումը չի կատարում գծանշման պահանջը, սակայն հարկադրված, ասենք մի այլ տրանսպորտային միջոց կանգնում է ճանապարհի կանգառն արգելված վայրերում, խանգարում է մյուսին, մյուսը հատում է, մենք նման խախտումները չենք արձանագրում միանշանակ։ Բայց եղել են նաև դեպքեր, երբ արձանագրվել են այդպիսի խախտումներ, ուղղակի տեսանյութից պարզ չի եղել, որ այդ մեքենան անսարք վիճակում է եղել կամ այլ հարկադրաբար կանգառ է եղել այդպես, մենք վարչական վարույթ ենք իրականացրել, բողոքարկման վարույթ եւ անվավեր ենք համարել այդ ակտերը։ Բազմաթիվ են այն ակտերի քանակը, որոնք մեր կողմից համարվել են անվավեր այդ գործոնների, ասեմ, մարդկային գործոնների պատճառով։ Մենք հենց հիմա տեսնում ենք, ահա այս պատկերը, համեցեք, այստեղ խախտում կա, կարող ենք տեսնել։ Մենք չենք տեսնում։ Հետընթացով կայանում է մեքենան։ Կանգնեց, հետընթացով կայանում է մեքենան։ Կա խախտում։ Արսեն։ Ես չեմ հասկանում կարմիր լույսը ո՞ր մասում։ Մի րոպե, բարձրախոսով ասել։ Հետընթացը արգելվում է ըստ մեր ճանապարհային երթևեկության կանոնների այն դեպքերում, երբ հետընթացը խոչընդոտ է հանդիսանում երթևեկության մյուս մասնակիցների համար։ Տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի հետընթացը ինքնայիդ հաշվեք, քանի տրանսպորտային միջոցի ստիպեց փոխել ուղղություն, այսինքն խոչընդոտ հանդիսացավ երթևեկության մասնակիցներին։ Երբ որ խոչընդոտում է, ուրեմն Բաղրամյան փողոցի օպերայի Մոսկովյանի խաչմերուկում ես դեղինի տակ կանգնեցի, գիծը մի քիչ կես մետր առաջ էի գնացել, մտածեցի, որ ճիշտ կլինի հետ գնամ, հետևս մեքենա չկար, ես կես մետր հետ եմ տվել եւ ստացել եմ վախտի նամակ։ Ծանոթագիր։ Ստացել եք հետընթացի համար։ Համե։ Հետընթացի համար։ Այո, կես մետր, հետևս մեքենա չկար, ես ունեմ էկրան, որտեղ ամեն կարող եք հատեիք։ Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն արգել կանաչ թույլատրող ազդանշանի առկայությամբ դու իրավունք չունես մտնես խաչմերուկ, եթե դրանով կխոչընդոտես արդեն ազատողին։ Այսինքն դու պետք է հնարավորություն տաս խաչմերուկում գտնվողները ազատեն խաչմերուկը, թեև քո լույսը կանաչ է։ Սա ասեմ ձեզ, որ բոլոր խցանումների առաջացման պատճառն է։ Բոլորը տեսնում են իրենց կանաչ եւ մտնում են խաչմերուկ։ Արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե համոզված ես, որ կազատես այն։ Այսինքն, եթե կա խցանում խաչմերուկում, դու իրավունք չունես մուտք գործես խաչմերուկ։ Իսկ մեր վարորդները կանաչ լույսի առկայությամբ 1 մետր առաջ են գնում եւ մնում կանգնած խանգարելով մյուսներին։ Լավ, հիմա սա տուգանքի կարող ենք վարչական պատասխանատվության ենթարկել, ուղղակի այնքան մասսայական մեծ խախտում է, որ պետք է սկզբից համոզման մեթոդ կիրառենք, նոր հետո արկադի։ Պարոն Խաչատրյան, ես կխնդրեմ նորից ցույց տաք այն դրվագը, երբ հետընթացով մեքենան կայանում է, ես իսկապես հարցեր ունեմ դրա հետ կապված, գուցե փորձենք նաև մարդկանց ասել, հա, որն է ճիշտ տարբերակը։ Հարցս այսպեսին է, դուք նշեցիք, որ եթե հետընթացը վթարավտանգ վիճակ է ստեղծում, հա, խոչընդոտում է երթևեկությանը, լավ էսպես ասենք։ Հայաստանի Երևանում գործող ներկա փողոցների մեծամասնությունը ընդհանրապես Կասկադին հարակից բոլոր փողոցները մի մեքենայի տեղ են ընդամենը եւ այդտեղ դիմացով կանգնելը առհասարակ շատ դժվար է, այդտեղ հետընթացով է միակ տարբերակը եւ գոնե տեսնում են արգելակման լույսերը, որպեսզի կանգնեն։ Իսկ երբ որ հիմա այս պարագային ուզում եմ հարցնել, եթե նա գար եւ դիմացով մտներ, արդյոք դա չէր համարվի խախտում։ Եթե հաշվի առնենք, որ հետևի մեքենան նույն հաջողությամբ կարող էր գալ ու խրվել նրա հետևը։ Վարորդը ով տուգանվել է այս ենթադրյալ իրավախախտման համար մեր կազմակերպության անդամներից է։ Վարորդը ներկայացրել գրասենյակ ու շատ վրդովված ճանապարհային ոստիկանության պատասխանից փորձում էր երթևեկության կանոնների 49 ու 50 կետերում ինչ-որ մի կետ, ինչ-որ մի տող գտնել, որով կհիմնավորվեր այն փաստը, որով կհիմնավորվեր այն փաստը, թե խախտում է կատարվել վարորդի կողմից։ Այնուամենայնիվ որևէ կերպ չկա այնպիսի կետ, որով կհիմնավորվի, որ վարորդը տվյալ դեպքում կատարել է իրավախախտում։ Իսկ դրանից հետո ճանապարհային ոստիկանության հետ
բանակցությունների արդյունքում միանշանակ ակնհայտ դարձավ եւ ճանապարհային ոստիկանությունը համաձայնվեց մեր կազմակերպության այն կարծիքի հետ, որ տվյալ իրավիճակում վարորդը իրավախախտում չի կատարել եւ վերացվել է վարչական որոշումը։ Այս ամբողջ պատմության մեջ մի շատ դրական բան կա, որ երկխոսության արդյունքում պարզում են ով է ճիշտ, ով է սխալ, մենք էլ սովորում ենք։ Կարճատև դադարից հետո կշարունակենք եթերում է մարդկային գործոնը։ Մարդը գալիս է ուրախացած, ոգևորված, անցնում է Վրաստանի սահմանը, պաչելով իր հողը, բարի գալուստ ասելով ինքն իրեն եւ բոլորին, 20 եղավ, 21-ը չրախք ու բարի գալուստ Հայաստան։ Մենք ինչ ենք բացացել նշանը, լավ, ըստ ձեզ։ Ինձ ասացին գողանում են, այդ 50-ը գողանում են, 70-ը չեն գողանում։ Բոլոր այդ նշանները տեղադրված են համապատասխան գործող ստանդարտների եւ նորմերի։ Մարդկային գործոնն այսօր անդրադառնում է ոչ թե իրավախախտներին, այլ այն փաստին, որ կան տեսախցիկներ եւ ես ուզում եմ հիմա նաեւ դրական կողմերը շեշտել, գուցե շատերդ համակարծիք չլինեք։ Գնալով Վրաստան, ես որպես վարորդ էի այնտեղ, վարելիս ես հասկացա, որ ես սիրում եմ իմ երկիրը եւս մեկ անգամ, որ ես պաշտում եմ այստեղ վարել մեքենա, որ ես իսկապես ինձ զգում եմ շատ ապահով, անկաշկանդ ու անգամ շատ ակտիվ լույսով տեսա նկարահանող այդ արագաչափիչը ինձ չի նեղացնում, որովհետև այնտեղ ահավոր էր։ Հիմա այստեղ ուզում եմ մի բան ասել, ձեր կարծիքով, որքանով են տեսախցիկների արկայությունը ազդել վարորդների կարգապահության վրա եւ արդյոք սա է պատճառը, որ գոնե Վրաստանի հետ համեմատած մենք անկեղծ եմ ասում իդեալական ենք։ Որ տեխնիկական միջոցների կիրառումը լուսանկարող սարքերի բավականին նպաստել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը, բավականին բացի այդ բարձրացել է տրանսպորտային միջոցների վարելու կուլտուրան, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը, ինչպես նաև որքանով նկատել եմ վարորդները արդեն ստիպված ուսումնասիրում են ճանապարհային երթևեկության կանոնները։ Այո, որպեսզի լինեն պաշտպանված։ Այո, որպեսզի լինեն պաշտպանված, քանի որ դա անմիջականորեն կախված է իրենց նյութական վիճակի հետ, որպեսզի չտուգանվեն։ Շնորհակալություն, մի հարց տամ։ Ով է ձեզնից վերջերս հատել Հայաստան-Վրաստան սահմանը։ Էլ ով է նկարվել։ Որտեղ։ Սահմանին։ Մեր սահմանն անցնելիս, դա ծափահարության արժանի չէ, շատ վատ է։ Հիմա ես պետք է մի հարց տամ։ Արսեն, խնդրում եմ ինձ ասեք։ Մարդը գալիս է ուրախացած, ոգևորված, անցնում է Վրաստանի սահմանը, պաչելով իր հողը, բարի գալուստ ասելով ինքն իրեն եւ բոլորին, եւ ընդհանրապես իր սահմանն էլ է անցնում։ Շատ լավ վերաբերմունք է ստանում մեր այդտեղի աշխատող աշխատակիցների կողմից։ Շատ դրական, անցնում ես ժպիտով, բարեհաջողում ես ասում բոլորին։ Անցար, ուղակի ուզում ես անցնել, դեռ նոր ես որոշել, արդեն նկարվում ես, որովհետև դրած 20 կմ/ժ արագություն։ Խնդրում եմ կասեք, ինչու՞։ Այո, այդ երջանկությունը հայրենիքում հայտնվելու պորտում առաջացնում վարորդների։ Տանջված կամպանիային պետք է վճարել։ Այդ ողջևորությունն այնքան մեծ է լինում, որ չհաշված, որ այդտեղ հերթերում գոյացած տրանսպորտային միջոցներից լիքը երեխաներ, սպասարկող անձնակազմ է աշխատում ու չնայած 20 կմ/ժ սահմանափակում է դրած, մի այնպիսի արագացում է։ Արդեն դուք իմ այնց համոզում եք, որ ես արագություն եմ խախտել, երբ որ ես ընդհանրապես ուզում եմ շարժիչը գործի դնել, նա չէր հասցրել անգամ 20-ը բացել, 20-ը եղավ, 21-ը չրախք ու բարի գալուստ Հայաստան։ Ամեն ինչ արվում է այն հատվածներում, որտեղ հենց արագություն սահմանափակող նշանով է կավորված, վարորդի համար ավելի տեսանելի լինի։ Սա լավ երևացող նշան է, դուք ասում եք, հա։ Այդ կարմիրով 50-ը արշակն է սարքել, այդ ձեր նշանը Ես չէ։ որպես քաղաքացի ասեմ, Նազարեն ջան, ուրեմն այդտեղ 50 ոչ միայն 70-ը լավ չեղված տվյալ տեսանյութում, այլ դրանց առաջ 70-ը, որը ուղղակի դրված է սովորական բոլոր ճանապարհային նշանները նման սյան վրա, ու էլի այս տեսանյութում չի երևում, այդ ինչ անշակում, այսինքն եկեք հազնիվ ցուցադրենք այն ինչ ուզում ենք։ Մի բան կարող եմ հարցնել Արսեն։ Նորից եմ հարցնում, ինչի համար են նշանը բարձրացնել ավելի վերև, ավելի տեսանելի լինելու Այսինքն բողոքների հետ կապված։ Նշանը փոքրիկ Կլինի, ես ներողություն եմ խնդրում։ Միջազգային ստանդարտներ գոյություն ունի, որ դուք բացացել նշանը, լավ, ըստ ձեզ։ Ինձ ասացին գողանում են, այդ 50-ը գողանում են, 70-ը չեն գողանում։ Ինչ կա այդ 50-ի մեջ, որ գողանում են, որ դա գումար չարժի։ Ինձ տենց են բացատրել ոստիկանություն։ Ասում է 50-ը գողանում են, ով է գողանում։ Բա 70-ն չի չեն գողանում։ Մարդիկ են էլի։ Անհավանական բացատրություններ, ես սա չէի լսել, ինչ ճիշտն է ճիշտ։ Գիտեք ինչն եմ ուզում հարցնել, ասեք Արմինե։ Կառավարությունը ունի
շատ լավ գեղեցիկ շարադրված որոշում 1699N որոշում, որի 35-րդ կետը հստակ նշում է, որ ճանապարհային երթևեկության նշանները պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի մի բարձրության, եթե հնարավորինս չափ նույն բարձրության վրա լինեն եւ միանման լինեն նույն ճանապարհի վրա։ Իսկ չեմ ասում էլ տեսանելիության մասին, որ հստակ նշված է, որ պետք է վարորդի համար ուղիղ անկյունից տեսանելի լինի 100 մետրից։ Տվյալ դեպքում, եթե 50 կմ/ժ սահմանափակող արագությունը անձամբ մեր կազմակերպության կողմից ուսումնասիրություն արվել եւ դրված է 6 մետր եւ ավելի բարձրության վրա, դրված է այդքան բարձր, ուրեմն դրանից առաջ 70 կմ/ժ արագությունը սահմանափակող առավելագույն արագություն թույլատրող նշանը պետք է նույնպես տեղադրված լիներ 6 մետր բարձրության վրա։ Այսինքն տվյալ մարդը սովորություն ունենա, որ այդ գծի վրա նա տեսողական հուշում ունի։ Իհարկե, տվյալ իրավիճակում միանշանակ հնարավորություն ունեին նույն բարձրությունը ապահովելու։ Տրյալ դեպքում դա բնակավայրից դուրս ճանապարհ է։ Սա բնակելի չէ, այո, ինչու է 50 իջնում։ Հարցը այսպեսին է։ Հա, թունելը այդտեղ արագությունը կարող է սահմանափակվել 90 կմ/ժ-ով, սակայն հաշվի առնելով ճանապարհային իրադրությունը եւ պայմանները սահմանափակում ենք մտցրել, քանի որ դեմը թունելում ենք մենք։ Այո, շատ ճիշտ սահմանափակում ենք հիմա։ Եվ բազմաթիվ դեպքեր ունենք, երբ թունելի հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ են եղել արագության գերազանցման հետ կապ։ Ճիշտ է, ես էլ վկայում եմ։ Այդ նշանները ես համաձայն եմ, որ այդ նշանները միշտ են եղել, ոչ թե արագաչափերն են դրվել, հետո նշանները եղել են միշտ։ Ուղղակի որպեսզի կատարվեն նշանների պահանջները, արագաչափեր եւ այլ տեխնիկական միջոցներ են կիրառում։ Նշանները եղել են միշտ, Պարոն Խաչատրյան, դուք ճիշտ եք։ Եվ Բայց մենք գիտենք, որ այդ նշանները երբևիցե չեն համապատասխանել սովորական տեսողական հարմար ստանդարտներին, ել չեմ ասում միջազգային համարվող։ Միջազգային բոլորովին չեն համապատասխանում։ Եվ մենք ահա տեսնում ենք մեկը հարցը բացացրեց, որ այս նշանը տեսանելի չի, բայց հենց նշանի համար չկատարելու համար պատասխանատվության ենթարկվել արդեն բոլորս ասում ենք տեսանելի չի։ 60 տարի ոչ մեկ չէր ասում։ Այս նշանը տեսանելի չի երեխաներին։ 70 տեսնում ենք, այդ 50-ը ոչ մեկ չի տեսել։ Մարդիկ 70-ը իջացնում են եւ 70-ով գնում են, աշխատում են պահպանել օրենքը։ Եթե տեսնենք 50-ն էլ իջացնենք, եթե ոչ 90-ով կանցնենք այդտեղ, հասկանում եք։ Մենք տեսնում ենք 70-ը, որպես օրինապաշտ վարորդ իջացնում ենք 70։ Դա ակնհայտ չի երևում եւ գիշերը նամանավանդ ընդհանրապես չի երևում։ Եվ այդտեղ էլ անդադ մառախուղ է 6 մետրի վրա դնելու իմաստը ազատ։ Եվ մի հարց, եթե 70 ենք իջեցնում, այսինքն իներցիա գոյություն ունի, այսպես թե այնպես 50-ին հասնելու համար սկզբում 70 պիտի իջնենք, հետո 60, հետո 50։ Հնարավոր չէ՞ արդյոք միանգամից դնել 50, որ ինչևից է։ Դա հենց իներցիայի հետ կապված է, այդպես դրել, որ կտրուկ արգելակում չլինի նազին։ Եթե դնեիք միանգամից 90 ու 50 կտրուկ արգելակում տեղի կտայք։ Շատ ճիշտ է, պարոն Խաչատրյան, բայց այդ 50-ը քիփ է դրված, այս սրա մասին է խոսքը։ Նշանների միջև տարածությունը ներկայումս 155 մետր է։ Հենց այս պահին ուզում եմ ներկայացնել Սխանջյան Սայաթնովա Խաչմերուկի այն հատվածը, որտեղ վարորդները գտնում են Հանրապետության փողոց մտնելու համար լուսացույցի կարգավորմամբ, վարորդը պետք է երկրորդ շարքից մտնի Հանրապետության փողոց։ Սակայն շատ վարորդներ շփոթում են, երբ լուսացույցի աջ կողմը բացվում է, որովհետև շփոթության մեջ ընկնելով մտնում են եւ Սայաթնովա եւ Հանրապետության փողոց, ահա։ Որոշադի նայ, միայն աջ է, երկրորդ գիծը կարող են ցույց տալ, որ կեսից կարող է աջ գնալ նաեւ։ Չկա։ Ճիշտ է։ Բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն ապրում Հայաստանի Հանրապետությունում, այստեղ գալիս են մեքենաներով, լինի Վրաստանից, Պարսկաստանից, Ռուսաստանից, թե որտեղից։ Եվ այդ մարդիկ մեղավոր չեն, որ անգիր չգիտեն մեր երթևեկության օրենքը կապված կիլոմետր/ժ արագության հետ։ Հիմա դժվար է արդյոք դնել այդ ցուցանակը, որն ընդհանրապես քեզ հուշում է, եւ մենք էլ չենք լարվում ինտելեկտուալ գործողություններ անելու, որ դա 60 կիլոմետր/ժ է։ Թույլ տակ օրինակ բերեմ։ Դուրս ես գալիս Երևանից աշտարակի Մայրուղի։ Դրված է Երևանը վերջացավ 80։ Դու գնում ես, կամերան դրված է, հետո մի քիչ անցնում ես, դրված է շատ փոքրիկ, այնքան որ կարող է չնկատես, որտեվ Մայրուղու վրա ես։ Բեռնատարը անցնում չես նկատում։ Կարծեմ Քասախ թե Պրոշյան սովխոզ, եւ դու այդտեղ ավտոմատ պետք է դառնաս 60, բայց դու չես տեսել 60-ի նշան, դու կարող է չես էլ տեսել այդ բնակավարի, որտեվ վիզուալ ոչինչ չի փոխվել։ Նույն ձևի է տրասայի այդ Մայրուղու այդ բետոնե բանը կա, դու գնում ես այդ արագությամբ ու իհարկե նկարվում ես։ Հետո հասնում ես այն հատվածին, որտեղ շինարարական աշխատանքներ են, դրված է 30։ Դու մտնում ես այդ 30-ով եւ այնտեղ հերիք չի շատ նեղ է։ Երկու հատ գայի մեքենա անընդհատ
պտտվում են այս կողմ են կողմ եւ կանգնացնում եւ տուգանում են։ Ստացվում է կրկնակի տուգան։ Նախ խցանում են ստեղծում։ Այդ մեկ։ Երկրորդը տուգանելուց հետո խախտելով օրենքը մի հատ էլ շրջադարձ են անում, որ շուտ գնան այն մյուսին էլ բռնեն։ Եւ այդ կտորը հիմա ամենամեծ ծուղակն է, որտեղ աշտարակից հազարավոր մարդիկ գալիս են Երևան ամեն օր եւ հազարավոր մարդիկ գնում են այն կողմ։ Շնորհակալություն։ Վիդեոռեգիստրատորը փրկեց, ես ուրեմն գնում էի, էլի ավտոմայրուղի չէր, բայց ավտոմայրուղու նման, այսինքն երկու հատ գնացող, երկու շարք գալացող, ես ձախ շարքով էի գնում եւ բնակավայրի նշանը բեռնատարը փակել էր։ Ես բեռնատարի էի անցնում, ճանապարհային ոստիկանության տեսուչը ինձ կանգնացրեց, բարակ ես քշում, ես անգամ չգիտեի, որ դա բնակավայր է։ Ես ուղղակի իրեն ցույց տվեցին վիդեոռեգիստրատորով նկարածը, որ իրոք ես չէի տեսել, չէի կարող տեսնել, որ բնակավայրը ինքը ինձ ներեց։ Թույլ կտակ ասել մի բան։ Ես գիտեմ, որ հարցերը շատ են եւ ես ինքս անկեղծ եմ ասում, իմ ընտանիքի բոլոր անդամները, ովքեր խախտումներ անում են, պարտաճանը չտանում, մուծում ենք, անգամ հաճախ չենք էլ բողոքարկում, թե միշտ չի որ համաձայն եմ, բայց փաստը մնում է փաստ, որ ընդամենը 5 տարի առաջ անգամ հետիոտնին չէին զիջում։ Միմյանց չէին զիջում։ Թարթիչ միացնելու կուլտուրան շատ հաճախ բացակայում էր։ Ամրագոտին չգիտեն որտեղից է սկսվում եւ որտեղ ավարտվում։ Եվ սրանք բաներ են, որոնք շատ կարեւոր են։ Իսկապես այդ մշակույթը զարգացել է եւ պետք է նշեմ անպայման Պարոն Խաչատրյան, ճիշտ է, սուր ցավոտ հարցերը շատ են, բայց խնդրում եմ, ասեք, հնարավոր է արդյոք մեր այս եթերային քննարկումից հետո տալ լուծում գոնե այս մի քանի վերը նշված փաստերին։ Փոխել այդ Դիլիջանի բանը դարձնել տեսանելի, փոխել Խանջան Սայաթնովա Խաչմերուկը փորձել հասկանալ եւ հասկանալ այս այո 60-70 անցումը, հա, ինչպես է սա համարվելու, ճիշտ, սխալ։ Ընդհանրապես, եթե եվրոպական ստանդարտների միջանկյալ տարածքը կազմում է 159 թե 156 մետր։ Նույն 1699 որոշումով կառավարության 2006 թվականի նախատեսված է, որ երթևեկելի մասի վրա տեղադրվող ճանապարհային նշանի բարձրությունը կարող է կազմել 5-ից 6 մետր։ Այսինքն բոլոր այդ նշանները տեղադրված են համապատասխան գործող ստանդարտների եւ նորմերին։ Տեսեք, էլի քանի վայրկյան է 70 տեսնելով վարորդը երբ որ անցնում է սպիդոմետրին, որպեսզի իջացնի 70, ճիշտ արագությամբ գնա։ 50-ը հաստատ բացես թողում, այն էլ վերևում, որը վերևում է։ Գիշերը սպիդոմետրին ուժել է 150 մետրը, ձեզ բավարար չի։ Երբ որ 1699 որոշման մեջ կառավարության մեջ նշում է նաև նվազագույնը 50 մետր։ Ռեֆորմներին ես ուզում եմ մի շատ կարևոր ռեֆորմ ընդգծել ճանապարհային ոստիկանությունում, այդ որ խցանների ժամանակ եւ օրվա մութ ժամերին բարեկային մեքենաները պարտավոր են միացված արկածող փարոսներով երթևեկել, հա։ Այդ ընդգծեց բոլորիս հասկացրեց, որ ճանապարհային ոստիկանության տեսուչները առաջնային կանխարգելիչ ֆունկցիա են կատարում։ Այ ոչ ծուղակի, հերվից Երևան, որ մարդիկ խախտում չկատարեն, որ մարդը արդեն հոգեբանորեն իմանա, որ Իմիջիայլոց Ամերիկայում լավ ծուղակ են սարքում, լուր կանգնում են, մեկ էլ հոպ, մեկ էլ լույսը վառում են։ Դա նշանակում է, որ ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը գիտակցեց, որ պետքա դա անել, պետքա ավելի շատ կանխարգելիչ ֆունկցիա անել։ Հիմա նույնը այս տեսախցիկների հետ, հա, բայց այս պահին մենք ունենք պահկված տեսախցիկներ, որոնք փաստացի պահկված են նշանների բացակայության հետ։ Շնորհակալություն Դանիել, մենք խոսեցինք դրա մասին, սա խնդիր է, որ էլի պարբերաբար պետք է քննարկենք, ինձ թվում է ամենամեծ ռեֆորմն այնն է, որ մենք այսօր դիսկուսիայի ենք, չէ՞, ենթարկում այս թեման։ Խորհուրդումը կոչվում է մարդկային գործոն։ Ես դիմում եմ այն երիտասարդներին, թույլ գտակ շատ քիչ է կներես Զորի ջան, որ աշխատել այդ կամ, բայց կարելի է մի քիչ տրամադրել, իրոք նշանները ավելացնել։ Այստեղ հարցերի հարցն եմ ուզում հնչեցնել, մի րոպե պարոն Խաչատրյան կներեք։ Գումարները ում են գնում, Security Dream-ին թե մեզ։ Հաշվին են գումարները։ Հանրապետական հաշվին ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին են մուտքագրում այդ գումարները, քանի որ մենք փակում ենք մեր պարտքերը Security Dream կազմակերպությանը։ Ուրեմն իրանց ասեք, մենք կարող ենք նույնիսկ հնարավոր է նաև լինել այդպիսի պայմանագիր այդ գումարներից, որ տայինք ոչ թե 75%-ը, այլ 100%-ը վճարեինք մուտք եղած գումարի, որպեսզի պարտք ավելի շուտ մարեինք։ Իհարկե նման երբ որ ասենք կմարվեն այդ պարտքերը իրենց ներդրումներին, արդեն պայմանագիրը կփոխվի եւ Բայց չէ որ այստեղ 3-4 անգամ Security Dream-ի աշխատակից են երիտասարդները, որ նստած են մոնիտորի, անձամբ շահագրգռվածություն ունեն, իրան որպեսզի ինչքան շատ գրեն տուգանքը, այնքան շատ կգնա Security Dream-ին եւ իրենց աշխատանքը։ Պարոն Խաչատրյան, ուղղակի ամփոփենք ձեր խոսքով։ Ես ողջունում եմ նման
քննարկումները, նաև արդից օգտվելով այստեղ ներկայ նաև Աքիլես հասարակական կազմակերպության ներկայացուցիչը կարող եմ ասել, որ նրանց դերը շատ մեծ է այս երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված միջոցառումներին, բազմաթիվ հարցեր նրանք են ի հայտ բերում եւ օրինականության ապահովման լավագույն միջոցներից դա հասարակական վերահսկողությունն է, որը որ այսօր մենք տեսնում ենք արդյունավետ է։ Պարոն Խաչատրյան, շնորհակալություն գալուց համար։ Քննարկումը շատ արդյունավետ ու դրական եմ համարում։ Իսկապես կարևոր են քննարկումները եւ ուզում եմ հիշեցնել, որ թեև լուսանկարվել է շատ հաճելի երևույթ է post factum, եթե դա արվում է դեկորատիվ հիմունքներից ելնելով, իսկ եթե լինեք անուշադիր, ոչ միայն ձեր մասնավոր կյանքն է իջիքս լինում, իհոդս ցնդում, այլև նաեւ մեծ վտանգ կա բյուջեին, ձեր ընտանեկան անձնական բյուջեին մեծ ճեղքվածք առաջացնելու գործում։ Եղեք ուշադիր եւ հիշեք, որ ձեր անվտանգությունը կախված է դիմացինի անվտանգությունից եւ եղեք ուշադիր մեկը մյուսի նկատմամբ, սա մարդկային գործոն ներկայ հանդիպել։